Եթերում Զինուժի շաբաթօրյա թողարկումն է, բարև ձեզ նախամարոտ այն ամենի մասին, ինչ կներկայացնենք առաջիկա րոպեներին։ Ադրբեջանական կողմը վաղ առավոտյան հարձակում է գործել արցախա-ադրբեջանական շփման գծում, հակառակորդը հետ է շպրտվել միջդիրքային հատվածում, թողնելով դիակներ։ Հակամարտության կողմերը պետք է բանակցեն ամուր, վստահելի, ստուգման ենթակա մեխանիզմների վրա հիմնված խաղաղության շուրջ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ ելույթ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանը։ Տնտեսական զարգացման առաջնահերթություններն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունը երկրի անվտանգության ապահովման գործընթացում սպայական կազմին հանդիպել է կառավարության ղեկավարը։ Վարդանանց տոնը բժշկական համալսարանում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է բուհի դասախոսական կազմի եւ ուսանողների հետ։ Մարտական հերթապահությունը ձմեռային սառնամանիքի պայմաններում մեր դիրքապահները շարունակում են հայրենանվեր գործը։ Զենիթահրթիռային համակարգ բուկ այն նախատեսված է օդային թիրախների ոչնչացման համար զինանոցի անդրադարձը։ Փետրվարի 20-ից 24-ը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվեց զինված ուժերի ղեկավար կազմի հնգօրյա օպերատիվ հավաք, որին հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում ներգրավված էին նաև Արցախի պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները։ Հավաքի առաջին օրը մասնակիցների հետ հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը խոսել է հանրային եւ ազգային անվտանգության գլխավոր հարցերի մասին։ Հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենա միակողմանի զիջումների արդյունքում։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած հանդիպման ժամանակ այս ուղերձն է նախագահ Սերժ Սարգսյանը փոխանցել բարձրաստիճան զինվորականներին։ Մենք հստակ ենք գնահատում իրավիճակը եւ Ադրբեջանից չենք ակնկալում միակողմանի զիջումներ։ Նույնը պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցի այս պարզ եւ ավելի ճիշտ շատ պարզունակ հանգամանքը։ Հակամարտության կողմերը պետք է բանակցեն ամուր ու վստահելի մեխանիզմների վրա հիմնված խաղաղության շուրջ։ Այդ ճանապարհին առաջին ճիշտ քայլը կարող էր լինել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների բարեխիղճ իրականացումը։ Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը Սերժ Սարգսյանի բնորոշմամբ չի խորշում նույնիսկ միջազգային ամենաբարձր մակարդակում հանձնառություններ ստանձնելուց եւ հաջորդ օրը դրանցից հրաժարվելուց։ Մենք Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու կարիքը չունենք։ Թող Ադրբեջանը մրցակցի իր իսկ հավակնությունների հետ, սակայն մենք վստահաբար շարունակելու ենք այնպիսի կարողությունների ձևավորումը, որոնք կապահովեն պաշտպանության արդյունավետ կազմակերպում, ինչպես նաև հակառակորդի հնարավոր ագրեսիայի շեշտակիորեն ազդելու կարողություն։ Ստեղծված պայմաններում ուժերի հավասարակշռությունը պարզապես անփոխարինելի է երկու ժողովուրդների կենսագործունեության համար։ Պաշտոնական Բաքուն մշտապես փորձում է Հայաստանին մեղադրել ձևավորված ստատուս քվոն երկարաձգելու փորձերի մեջ, սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը վստահեցնում է, հայկական կողմը իրոք ցանկանում է, որպեսզի խնդիրը լուծվի, սակայն ադրբեջանցիներն առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք մեզ համար անընդունելի են։ Երբ որ նրանք կհասկանան, թե ինչպիսի լուծում կարող է իրականություն դառնալ, այն ժամանակ էլ խնդիրը կարգավորի։ Այս պատճառով էլ Ադրբեջանը անընդհատ դիմում է մանր ու մեծ սադրանքների, որպեսզի սրի իրավիճակ առաջնագծում եւ այդ ձևով իր մասին հիշեցնի մեզ եւ միջազգային հանրությանը։ Այդ քարոզչական հնարքները սին են եւ դատապարտված են ձախողման։ Թեև արտաքին միջավայրը բարդ է, խճճված, երբեմն խիստ հակասական ու անհասկանալի, սակայն դա բնավ չի նշանակում, որ այդ ամենի հետ պետք է համակերպվել, սպասել ու տեսնել, թե ինչ անակնկալներ են մեզ հրամցնելու։ Սերժ Սարգսյանը անընդունելի է համարում այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, Թուրքիայի կողմից շրջափակումն էլ վերացված չէ։ Մեր հասարակական կյանքի կազմակերպման եւ լավ կառավարման խնդիրներն ազգային անվտանգության խնդիրներն են։ Թերի կառավարումը ուղղակի ազդում է ազգային անվտանգության եւ երկրի պաշտպանունակության վրա։ Հենց այդ պատճառով մենք նախաձեռնեցինք
սահմանադրության բարեփոխման գործընթացը։ Նոր սահմանադրությամբ Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական ձևի։ Հանրապետության նախագահը հիշեցնում է, մայր օրենքի նոր տարբերակով խաղաղ ժամանակահատվածում գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոն չի լինելու։ Այն նախատեսված է միայն պատերազմի ժամանակ։ Ընդ որում, ազգային անվտանգության ու պաշտպանության լիազորություններն ու հնարավորությունները վերապահվելու են հանրապետության վարչապետին։ Նպատակը պարզ է ու հստակ՝ մեկտեղ կենտրոնացնել պատասխանատվությունը եւ լիազորությունները, բացառել համակեցության պայմաններում նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը։ Ձեր աշխատանքի վրա այս փոփոխությունները որևէ անդրադարձ չեն ունենալու, եւ եթե ունենալու են, ապա միայն դրական տեսանկյունից։ Այդ առումով որևէ բացասական փոփոխություններ դուք չեք զգալու։ Հայաստանի պետությունը շարունակելու է գուրգուրել եւ փայփայել իր անփոխարինելի եւ սիրելի զավակի հայկական բանակին։ Արչևում խորհրդարանական ընտրություններ են, զինված ուժերը ապակուսակցական են եւ ապաքաղաքական, շեշտում է գերագույն գլխավոր հրամանատարը։ Նախագահը բացառում է միջկուսակցական քննարկումները բանակում։ Ադրբեջանում ոմանք պատրանք ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար եւ իրենց կարճ խելքով խոցելի։ Հենց այդ պատճառով ձեզնից այս ժամանակահատվածում ակնկալում եմ առավելագույն զգուշություն։ Երկրի անվտանգության համար չափազանց կարևոր է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ձևավորված ռազմական դաշինքը։ Այն ունի հարուստ պատմություն եւ ավանդույթներ, քանի որ հայ եւ ռուս զինվորականները երբեք չեն եղել խրամատների տարբեր կողմերում։ Ռազմական դաշինքը հիմնված է փոխադարձաբար հստակ գիտակցված ընդհանուր շահերի եւ անհրաժեշտության վրա։ Ուստի ինչպես հայ-ռուսական դաշինքի, այնպես էլ հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում Հայաստանը շարունակելու է բարեխղճորեն կատարել դաշնակցային իր պարտավորությունները։ Այո, նաեւ հապ շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, գործողություններ, ելույթներ, որոնք մեր սրտով չեն, բայց հապ անդամ որևէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցիչի գործողությունը կամ ելույթը կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը։ Սա ուղղակի անթույլատրելի է։ Միաժամանակ ըստ նախագահի Հայաստանը կշարունակի աշխույժ դրական օրակարգ ձևավորել Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության եւ դրա անդամ պետությունների հետ, միջազգային խաղաղության եւ անվտանգության հետագա ամրապնդման նպատակով։ Այս բոլորը կարևոր գործոններ են մեր մյուս հարևանի Թուրքիայի անբարյացկամ, եթե չասենք թշնամական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չեզոքացնելու համար։ Հովհաննես Պարաշյան, Արթուր Ղարիբյան, Զինուշ։ Շարունակում ենք թեման։ Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում հանդիպումներ են եղել նաև վարչապետ Կարեն Կարապետյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ովքեր խոսել են տնտեսական զարգացման առաջնահերթությունների եւ արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունների մասին։ Առաջնորդության եւ զինված ուժերի պատրաստության թեմաներով օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Կառավարության գործունեության ամփոփ հաշվետվությունն օպերատիվ հավաքի մասնակիցներին է ներկայացնում վարչապետ Կարեն Կարապետյանը, ախտորոշում զարգացման տեսլական, ինչ է արվել եւ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծում։ Ըստ կառավարության ղեկավարի այս 4 կետերն են աշխատանքային այն հիմնական ուղղությունները, որոնց իրականացումը քաղաքացիների համար կապահովի առավելագույն բարենպաստ պայմաններ։ Եթե մենք այդ 4 հայտանիշները կարողանանք 2017 թվականին ապահովենք, մենք վստահ ենք, որ 2018 թվականից սկսած մենք կունենանք հաստատական, կայուն եւ առողջ աճ։ Առաջնորդություն եւ կառավարում արագ զարգացող աշխարհում, այդ թվում եւ զինված ուժերում առաջադրված խնդիրը լիարժեք կատարելու ճիշտ քայլերով հաղթանակի հասնելու երկու կարևոր գործառույթների մասին է դասախոսում պաշտպանության նախարարը։ Վիգեն Սարգսյանը կետ առ կետ մատնանշում է առաջնորդի եւ կառավարչի տարբերությունները եւ ընդգծում. Կառավարումը աշխատանք է, առաջնորդումը կենսակերպ հրամանատարների համար։ Ցանկացած հրամանատար իր մեջ համադրում է երկու կարևոր գործառույթ։ Դա կառավարչի գործառույթն է, որովհետև ձեզ
վստահված է կառավարելու ձեր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանման բնականon գործունեությունը, բայց նաև անշուշտ առաջնորդի գործառույթն է, որովհետև միայն կազմակերպելով գործընթացը հնարավոր չի շարժվել առաջ եւ որպեսզի մենք ունենանք արդյունք, մեզ պետք է որ մեր հրամանատարները ամեն մեկը վերցնի իր վրա նաև առաջնորդի իր մակարդակի առաջնորդության պատասխանատվություն, որոնք են մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները։ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն է մանրամասնում, հատուկ շեշտելով միջազգային ամբիոններում հնչող հստակ գնահատականը։ Հակամարտությունը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում։ Երբ որ մենք խոսում ենք միայն Ռուսաստանի չէ, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի հետ որպես երանախագահ երկրներ եւ այլ ուրեմն երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ միջազգային կառույցներում միանշանակ է դիրքորոշումը, որ նոր պատերազմ, նոր ռազմական գործողություններ այս տարածաշրջանում դա որևէ մեկի շահերից չեն մղում։ Օպերատիվ հավաքի 5 օրերի ընթացքում զինված ուժերի պատրաստության, հակառակորդի հնարավոր ոտնձգություններին դիմագրավելու մեխանիզմների մասին մասնակից անձնակազմի համար դասախոսություններով հանդես եկան նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ բարձրաստիճան այլ զինվորականներ։ Հավաքի նպատակն էր իրականացնել փորձի փոխանակում, կատարելագործել սպաների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի, զորքերի կառավարման եւ գործառութային պարտականությունների կատարման բնագավառներում, պաշտոնատար անձանց շրջանում ձևավորել միասնական պատկերացումներ ու տեսակետներ բանակի մարտունակության եւ պետության պաշտպանունակության շարունակական բարձրացման վերաբերյալ։ Օպերատիվ հավաքի արդյունքներն էլ ամփոփվեցին փետրվարի 24-ին, մատնանշվեցին առավել ակտիվ մասնակիցները, ովքեր պարգևատրվեցին պատվոգրերով։ Հովհաննես Պարաշյան, Արթուր Ղարիբյան, Վոլոդիա Տեր-Աստվածատրյան, Զինուշ։ Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական անգամ հարձակում կատարելով Արցախի հանրապետության առաջապահ զորքերի վրա կորուստներ է կրել եւ հետ չպրտվել։ Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում եւ ապատեղեկատվություն տարածում։ Անցած գիշերվա կորուստներից հետո կրկին ապակողմնորոշելով իր ժողովրդին եւ միջազգային հանրությանը, ադրբեջանական ղեկավարությունը խոսում է հայկական կողմի հարձակումների մասին։ Հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը եւ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից։ Շփման գծում իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ադրբեջանական հարձակման առնչությամբ Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ռազմական կցորդներին այսօր ներկայացրել է հակառակորդի ոտնձգության մանրամասները, ադրբեջանական հարձակման ուղղությունները, կիրառված զինատեսակները։ Հանդիպման ընթացքում ցուցադրվել է միջադեպին վերաբերող տեսանյութ, որտեղ ակնհայտ են հակառակորդի զինատեսակները, կրած կորուստները եւ միջդիրքային հատվածում թողած դիակները։ Լևոն Այվազյանը պատասխանել է նաեւ ռազմական կցորդների հարցերին։ Հիմնական ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հակառակորդի կողմից օգտագործվել է հատուկ ականազերծման միջոցներ, ինչը վկայում է այն մասին, որ դրանք եղել են ոչ թե դիվերսիոն հետախուզական գործողություններ, այլ բացահայտ հարձակողական գործողություններ։ Հաջորդ առանձնահատկությունը այն է, որ հակառակորդը միջդիրքային տարածությունում թողել է իր զինծառայողների մարմինները, ինչը վկայում է նրա նախահարձակ կողմ լինելու մասին։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 23-ին ընդունել է ՀՀԿ ավստրիական նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերին։ Ներկայացնելով հայ-ադրբեջանական շփման գծում տիրող մտահոգիչ իրավիճակը, Վիգեն Սարգսյանը կարևորել է զինադադարի խախտման դեպքերի միջազգային հետաքննության մեխանիզմի ձևավորման ուղղված ջանքերը, ինչպես նաև ընդգծել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման բոլոր միջազգային պարտավորությունների ոտնահարման դատապարտման անհրաժեշտությունը։ Այս շաբաթ Պաշտպանության նախարարությունում կայացած քաղաքացիական հատուկ ծառայության թափու պաշտոնի մրցույթին մասնակցել է խորհրդանշական 1000-րդ մասնակիցը։ Քաղաքացիական համակարգը պաշտպանական գերատեսչությունում գործում է 2009 թվականից։ Դրանում ընդգրկվել են այն ստորաբաժանումները, որոնք չեն իրականացնում բուն զինվորական գործառույթ։ 2008 թվականին կառավարությունը սահմանել է քաղաքացիական հատուկ ծառայության եւ զինվորական ծառայության պաշտոնների հավասարազորությունը։ Գիտեք, եթե
Քաղաքացիական ծառայության պաշտոնը զբաղեցնողներին կոնկրետ մեր համակարգում հարցներ ունենք, կտեսնեք, որ իրենց մոտ շատ բան է փոխվել։ Առաջին վերապատրաստումից հետո արդյունքները ուղղակի ապշեցուցիչ էին, բոլորը հասկանում էին, որ կարծես թե նոր դաշտ են մտել, նոր իրականություն են մտել։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս շաբաթ այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է Վարդանանց տոնին նվիրված միջոցառմանը, հանդիպել բուհի դասախոսական կազմի եւ ուսանողների հետ։ Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը յուրօրինակ հաստատություն է ռազմական բժիշկների պատրաստման համար։ Մինչ դահլիճում կայանալիք միջոցառումը պաշտպանության նախարարը բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ կարճատև շրջայց է կատարում ռազմաբժշկական ֆակուլտետում, ծանոթանում ուսումնական գործընթացին, շենքային պայմաններին, ինչպես նաեւ զրուցում կուրսանտների հետ։ Շատ լավ որ ես մասնակցություն անցել եք, լավ որ ես ֆակուլտետում եք, գիտեք որ զինված ուժերին միշտ պետք են լավ կրթված, իսկ հետո նաեւ փորձառու սպառողներ։ Սուրբ Վարդանանց տոնի շրջանակում ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ Արմեն Մուրադյանը մեջբերում է Վարդանանց սխրանքները, որպես հայրենասիրության ու ազատատենչ ոգու վառ օրինակներ։ Այնուհետև զուգահեռ ընդգծում մերօրյա հերոսների գործողությունները, թե Արցախյան պատերազմի, թե ապրիլյան օրերին։ Բուրըն ծափահարություններն էլ միջոցառմանը ներկա ապրիլյան գործողություններին մասնակցած տղաների համար են։ Նախարար Սարգսյանն էլ ցուցաբերած հայրենասիրության եւ հերոսության համար շնորհակալություն է հայտնում դահլիճում նստած նախկին զինծառայողներին։ Ես իհարկե ուզում եմ իմ մեծ երախտիկի խոսքերը ասել, այսօր այստեղ ներկա մեր հերոսներին։ Մեր մեջ ընդունված է հերոսներին ընտրել այլ ուժ։ Հերոսները իրականում մեր մեջ են։ Հերոսները այն մարդիկ են, ովքեր այն ամենավճռական պահին, երբ տատանվելը, երբ մտահոգվելը, երբ մտելը կարող է թվալ բնական, ապացուցում են, որ դա ոչ միայն բնական չի, այլ նաև հարիր չի։ Հայազգն ունակ է հերոսության ու անձնազոհության, դա մեր արյան ու նկարագրի մեջ է։ Նախարարը վստահություն է հայտնում, որ եթե տղաները կրկին փորձության առջև կանգնեն, կդրսևորեն նույն խիզախությունը, կմարտնչեն նույն ոգով, ինչ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ։ Բոլոր ներկաների մեջ կա այն գենը, կա այն կրթությունը, կա այն դաստիարակությունը, որը դա թելադրում է որպես գիտակցված եւ հստակ ընտրություն։ Մենք ձեզ շնորհակալ ենք եւ մենք ձեզ պարտական ենք։ Այցի շրջանակում Վիգեն Սարգսյանը եղավ նաեւ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում, ծանոթացավ պայմաններին, ինչպես նաեւ տվյալ բժշկական հաստատությունում զին հաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի ստեղծման աշխատանքներին։ Կարեն Պետրոսյան, Վոլոդիա Տեր-Աստվածատրյան, Զինուշ։ «1992 թվականի ապրիլի 8-ին Ադրբեջանի ապագա ազգային հերոս օդաչու լեյտենանտ Բագիվ Բախտիարօղլի Կուրբանովը Սիտարչայ քաղաքում տեղակայված ռուսական օդանավակայանից առևանգեց Սու-25 ինքնաթիռը, դնելով ադրբեջանական ռազմաօդային ուժերի հիմքը։ 3 ամսվա ընթացքում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միության ռազմաօդային ուժերի նախկին լեյտենանտը առևանգված ինքնաթիռով ռմբակոծում էր հայկական մի շարք գյուղեր եւ բնակավայրեր։ Հավանական է, որ հենց նա է խոցել հայկական Յակ-40 մարտատար ինքնաթիռը, որը ծերեր եւ վիրավորներ էր տարհանում։ Կուրբանովը թերևս կարծում էր, որ անխոցելի էր ժամանակակից Սու-25 ղեկին, սակայն ադրբեջանական օդային թռիչքը 1992 թվականի հունիսի 13-ին ընդհատեց շարքային հայ կամավորականը, ով դյուրակիր զերինթարթերային համալիրով խոցեց Կուրբանովի ինքնաթիռը, վերջ դնելով ադրբեջանական ասիան խոցելիության լեգենդին։ Դեռևս 92 թվականի ապրիլից Ադրբեջանը սկսեց արդեն կիրառել Արցախի բնակավայրերի վրա ռազմական օդուժ։ Դա արդեն այլ որակի, այլ մակարդակի մարտական գործողություններ էին։ Որ հասական դարձավ շտաբ կազմավորել
այնպիսի կարևոր մի համակարգ, ինչպիսին է հակաօդային պաշտպանությունը։ 1989-ից 94 թվականներին Ադրբեջանի ռազմաօդային ուժերը կորցրեցին շուրջ 30 միավոր ռազմաօդային տեխնիկա։ Եվ դա այն դեպքում, երբ հայկական ռազմական ավիացիան մեծ մասամբ բաղկացած էր տրանսպորտային ուղղաթիռներից եւ ինքնաթիռներից։ Ընդ որում ադրբեջանական ինքնաթիռները որպես կանոն ղեկավարվում էին արհեստավարժ վարձկանների կողմից։ Այդուհանդերձ հետադարձ հայց ձգելով Արցախյան ազատամարտի երկնային բախումներին կարելի է միանշանակ փաստել։ Հայկական հակաօդային պաշտպանության ուժերը չնայած մասնագետների պակասին գործել են ճշգրիտ եւ նպատակային, կատարելով իրենց առջև դրված խնդիրը, ինչը չեն կարող ասել հակառակորդի ռազմաօդային ուժերի մասին։ Ռազմական գիտության մեջ հակաօդային պաշտպանության մարտավարության մեջ հայտնի փաստ է, որ եթե օդային նշանակետերի 10%-ի կորուստ իրականացնում է մարտական գործողությունների ժամանակ, ապա հակառակորդը դադարում է մարտական գործողություններ վարելուց։ Իսկ Արցախի ինքնապաշտպանության ուժերի հակաօդայինները խոցում կատարել են շուրջ 60%։ Պատերազմ, տեխնիկայի սպառազինության եւ իհարկե մուտ մասնագետների սուր պակաս։ Այս ամենին առերեսվեց կազմավորման փուլում գտնվող հայկական բանակը։ 1992 թվականին ինքնաշեն եւ դժվարությամբ հայթայթված զինտեխնիկով զինված հայ ազատամարտիկը ժամանակի ընթացքում իր տեղը զիջեց պատրաստված եւ արհեստավարժ զինվորին ու սպային, ովքեր զինված են նորագույն սպառազինությամբ եւ ամեն վայրկյան պատրաստ են պաշտպանելու հայրենաց երկրի օդային եզերքը։ Մեկ ապրիլի 2016 թվական հակառակորդը դիմելով լայնածավալ ռազմական գործողության սկիզբ դրեց մի առճակատման, որը հետագայում կոչվեց ապրիլյան քարոզիա պատերազմ։ Պատերազմական 4 օրեր, որոնց ընթացքում ադրբեջանական ռազմաավիացիոն ուժերը զրկվեցին 2 ուղղաթիռից եւ 12 անօդաչու թռչող սարքից։ Ադրբեջանը փորձեց հուշք ու արվածներով ճեղքել հայկական բանակի պաշտպանությունը։ Արդյունքի մասին կարծում եմ ավելորդ է խոսել։ Ավելի խոսում է մեր պարիսպների մատույցներում հակառակորդի վարվող տեխնիկայի մնացորդները եւ իրենց շահիդների պանթեոնում ավելացած բազում թումբերը։ Կանոնային այդ օրերի ընթացքում հայոց բանակի բազում սպաներ եւ զինվորներ ստացան իրենց մարտական մկրտությունը։ Ուշադրություն տագնապ օդային տարածքում նկատվել է հակառակորդի թռչող օբյեկտ։ Օբյեկտը հայտնաբերված է, վերցված է ուղեկցման, խոցման, պատրաստ եմ։ Կրակ։ Նշանակետը ոչնչացված է, ծախսը մեկ հրթիռ։ Եվս մեկ օբյեկտ մտավ օդային տարածք։ Շարժվում է մեր ուղղությամբ։ Վերցնել ուղղորդման։ Խոցմանը պատրաստ եմ։ Կրակ։ Հաղթելով ճակատամարտում մենք իրավունք չունենք անգամ մեկ վայրկյանով կորցնել զգոնությունը։ Արցախում պատերազմը շարունակվում է մինչ օրս։ Հարաբերական անդորը համաձայնեք չի կարելի խաղաղություն կամ պատերազմի ավարտ համարել։ Իսկ հակամարտությունը թելադրում է իր կանոնները։ Այսպես ձգտելով խաղաղության հայկական կողմը պարտավոր է պատրաստ լինել հակառակորդի յուրաքանչյուր մարտահրավերին։ Եվ իր զինանոցը արդիականացնելով ու համալրելով նորագույն սպառազինությամբ հայկական զինված ուժերը խաղաղություն են պարտադրում Ադրբեջանին։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գնացել է մի ճանապարհով, որով որ շատ մեծ գումարներ ծախսելով հիմնականում ուժեղացնում են իրենց ռազմաօդային ուժերը եւ նրան հարվածային կոմպոնենտը։ Մեր պատասխանը տվյալ դեպքում շատ ավելի արդյունավետ է եւ եթե դիտարկենք արժեք արդյունավետություն տեսակետից նրանց ասիմետրիկ պատասխանելու նպատակով մենք պետք է ուժեղացնենք հակաօդային պաշտպանությունը։
Հուկը գալիս է լրացնելու։ Հուկը ըստ էության այս 300-ից մի փոքր ավելի ներքև գտնվող օղակի միջոց է, որը կատարում է միջին բարձրություններ եւ միջին հեռահարությունների մինչեւ 35-40 կիլոմետր հեռահարությունների թիրախների խոցում։ 1979 թվականին Խորհրդային Միության բանակի սպառազինությունը անցած այս հակաօդային պաշտպանության միջոցը համազորային թրթուրավոր ինքնագնաց է։ Նախատեսված փոքր եւ միջին բարձրությունների վրա մինչեւ 830 մետր վարկյան արագությամբ թռչող շարժունակ աերոդինամիկ օդային թիրախների ոչնչացման համար։ Համակարգը բացազատվում է 5 րոպեում եւ որպես կանոն սպառազինված է 9M38 տեսակի 4 հրթիռներով, որոնք ունակ են նշանակետերը խոցել 3.4-ից 20.5 կիլոմետր հեռավորության եւ մինչեւ 25 կիլոմետր բարդության վրա։ Նշանակետերի շարքում են մանևրող ինքնաթիռները եւ ուղղաթիռները, բալիստիկ, թևավոր, հակաճառագայթման հրթիռները եւ անօդաչու թռչող սարքերը։ Այսպիսով բուկ համալիրները միանալով հայկական զինված ուժերի զինանոցում արկա հակաօդային պաշտպանության այլ միջոցներին Հայաստանի օդային տարածքը դարձնում են անառիկ։ Ամեն առավոտ պատուհանից վեր նայելով քչերս ենք մտածում, որ այս խաղ եւ պարզ երկնքի համար յուրաքանչյուր վայրկյան դիմակայություն է ընթանում։ Դիմակայություն, որի կիզակետում հայկական հակաօդային պաշտպանության ուժերն են, որոնք վերահսկում են մեր հայրենիքի օդային եզերքի յուրաքանչյուր հատված։ 25 տարի առաջ ստանձնելով այս պարտականությունը հայ զինվորն ուսման շարունակում են կատարել իրենց պարտքը, ապահովելով խաղի երկնակամարի մեր իրավունքը։ Մնացեք խաղաղությամբ։ Ձմեռային ամիսներին մարտական հերթապահություն իրականացնելը գուցե կրկնակի ուշադրության ու զգոնության կարիք ունի, հատկապես երբ սահմանին ջերմաստիճանը 0-ից ցածր է, ձյան շերտերը բարձր, ճանապարհները դժվար անցանելի։ Զինուժի նկարանող խումբն այս անգամ այցելել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան դիրքերից մեկը։ Շուրջօրյա հերթապահության ու մարտական պատրաստության մասին պատմում է Ներսես Իվանյանը։ Ճեղքելով սառցակալած դյունաշերտը ամենագնաց կամազը շարժվում է դեպի մարտական հենակետեր։ 15 տարի շարունակ այս ճանապարհն անցած պայմանագրային զինծառայող Աշոտը հանգիստ է ու անվրդով։ Սահմանագոտում կանգնած մարտական ընկերներին անհրաժեշտ է սնունդ հասցնել, իսկ դա նշանակում է հետդարձ չկա։ Ճանապարհները ձմեռատ է բնական ավելի սենց, բայց վիրեում են մեր ընկերներն են, մեր երեխեքն են։ Որոշ ժամանակ անց արդեն դիրքերում ենք, հանձնում ենք բերած հացն ու ցրտից ու քամուց պատսպարվելու համար մտնում տակուկ հենակետ։ Այստեղ մեզ սրտաբաց դիմավորում է ԿԱՆ-ն։ 1994 թվականից մինչ օրս մարտական ծառայություն իրականացնող հրանգիչը իր մասնագիտական պարտականությունները կատարելուց զատ հենակետում հանձն է առել նաև տղաների սնունդը ապահովելու գործը։ Սահմանապահ պայմանագրայինների հանդեպ մայրական անսահման նվիրումով եւ ջերմությամբ լեցուն սանհրանգչի համար մարտական հենակետն ու անձնակազմը վաղուց երկրորդ ընտանիքն են դարձել։ Ընտանիք, որտեղ միասին կիսում են հացն ու պաշտպանում հայրենի եզերքի իրենց վստահված հատվածը։ Կռիվների ժամանակվանից միշտ էլ ես եղել եմ ու միշտ դիրքերում։ Ոնց որ քո տունը լինի ստեղ արդեն, որովհետև ես այնքան տունը չենք մնում, ինչքան ստեղ ենք մնում։ Էփում եմ, թափում եմ, տղերքին տեր եմ կանգնում, մեկին մի հատ ձեռը որ փուշ ա մտնում, ոնց որ իմ աղբերս, իմ երեխես, այդ ձև իմ սիրտը ցավում է։ Ես չեմ կարող առանց այս հենակետերի արդեն իմ համար շատ խորթավոր գնում եմ տուն, անընդհատ ձգտում եմ իրոքից, որ ասեն գամ, ասում եմ երբ պետք է մեր սմենափոխը լինի, որ գնամ դիրքեր։ Արցախյան ազատամարտի վետերաններով համալրված մարտական հենակետի անձնակազմը փորձառու է ու աչալուրջ։ Նրանցից յուրաքանչյուրի թիկունքում մոտակա բնակավայրերում իր ընտանիքն է, երեխաներն ու ծնողները, եւ եթե օրերից մի օր հակառակորդը փորձի սադրանքի դիմել, ապա նրանք գիտեն, թե ինչպես պետք է պատժել։ Պայմանագրային զինծառայությունը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար բազմաթիվ խնդիրներ է լուծել։ Դրանցից գլխավորը նոր աշխատատեղիների ապահովումն է ու արտագաղթի նվազումը։ Էլավայի երկրներում չունենք անելիք մի խոսքով։ Մեր պայմանագրային ծառայողնիկս մեծ մասը գյուղարանքներից է, սահմանամերձ գոտիներից ենք, հիմա որ մենք մեր հողնու ջուրը չպահենք, ով պետք է պահի մեր հողնու ջուրը ու պատրաստ ենք պաշտպանել մեր հողնու ջուրը մինչև վերջ։ Հենակետում ծառայության ճիշտ եւ արդյունավետ կազմակերպման գործում առաջնային է առողջ մթնոլորտը, միմյանց սատարելու եւ հայրենիքի սահմանը պաշտպանելու պատրաստակամությունը։ Այդ մթնոլորտի ձևավորման եւ պահպանման առումով իրենց ուրույն դերն ունեն հենակետի հոգեվոր անկյունները, շնորհիվ որոնց անձնակազմը ուժը կորով է ստանում ցանկացած պահի, ցանկացած ուժի հակազդելու համար։ Դա նաև շատ կարևոր հատկություն է, որովհետև քրիստոնեական առումով իրենց հավատքի ամրությունն է ցույց տալիս եւ
հետևաբար նաև անձնակազմի մեջ ձևավորվում է մի տեսակ ամրություն, հավատքի, իրենց սրբությունների հանդեպ կանգնելու եւ պաշտպանելու։ Ուշ երեկոյան հենակետի անձնակազմին հրաժեշտ ենք տալիս այն համոզվածությամբ, որ տարիներ շարունակ մարտական հերթապահություն իրականացրած այս տղաները անսասան են ու անկոտրում, եւ նրանք այն հազարներից մի քանիսն են, որ ապահովում են մեր երկրի ու ժողովրդի խաղաղ լուսաբացները։ Ներսես Իվանյան, Պոլոդիա Տեր-Աստվածատերյան, Զինուշ։ Ժողովրդի կողմից ինձ վստահված պետական սահմանի մարտական դիրքը պատրաստ եմ պաշտպանել ազնվիրաբար Մարտավարվում եմ սրբորեն կրել հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը լինել զգոն և խիզախ պատվով կատարել որդիական պարտքս հայրենիքիս եկեղեցուս ընտանիքիս ծնողներիս զինակից ընկերներիս ժամահատարներից սերը հարգանքն ու պատիվ վաստակելու համար Աստծո օրհնությամբ հզոր հավատքով միշտ պատրաստ եմ մարտի անոնիմ մեր և համայն Հայաստանի ապագայի երդվում եմ Եթերում Զինուշ հեռուստածրագրի շաբաթօրյա թողարկումներ այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչեւ նոր հանդիպում։